Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես 3-ի առաջի օրը 2 օր առաջ որոշում կայացվեց եւ կալանավորվեց Միքայել Սրբազանը, դրանից առաջ գիտեք, որ կալանավորվել էր Բագրատ Սրբազանը եւ նաեւ մեր հայրենակից մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Ակնհայտ է, որ Նիկոլ ազատություն է տվել իր ձեռքերին եւ իր գործողություններին, այլևս բոլորովին նոր ոճով է աշխատում եւ շատ միամիտ կհնչի, եթե ասենք, որ ինքը այսպես միամտաբար կամ պահի ազդեցության տակ, կամ ոմանք ասում են խելագարության, չգիտեմ եսի ինչով, չէ, ակնհայտ է, որ շատ կոնկրետ պլանավորված պլան է, ծրագիր է իրականացնում նրանք, ովքեր որ այս կամ այն կեմ վտանգ են ներկայացնում իր համար, ինքը հեռացնում է։ Ակնհայտ Նիկոլը իր բոլոր գործողություններով պատրաստվում է առաջիկա ընտրություններին եւ պլանների իրագործման, այդ պլանները 7 տարին հետևելով այս 7 տարիների ընթացքում ինչ տեղի ունեցավ, ստաբար կարելի ասել, այսինքն նպատակները եւ ծրագրերը համահունչ են Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակներին եւ ծրագրերին։ Եթե ժամանակին ասում էինք, որ եթե Ադրբեջանի նկարտումներն Արցախը ունենալ եւ ոչ միայն Սյունիքը, իսկ Թուրքիայի նկարտումներն են գրավել ողջ Հայաստանը, Երևանը եւ ողջ Հայաստանը։ Մենք տեսնում ենք, որ այդ ամենը իրագործվում է։ Եթե տեսնենք նաեւ հետևենք վերջին հանդիպումներին, այդ բավարարված բան հայտարարությունները, դրանից հետո եղած հայտարարությունները, արձագանքները, ռևերանսները, կոմպլիմենտները եւ այլն, մի պարզ բան, ասենք, մենք տեսնում ենք, թե ինչպես են արձագանքում հայկական կողմը, հատկապես Թուրքիայից հնչած այս կամ այն մտքին կամ տեսակետի հետ կապված ինչպես են արձագանքում եկամ Ադրբեջանի եւ տեսնենք օրինակ մեկ այլ երկրի հետ կապված, ասենք Ռուսաստանից, եթե ինչ-որ մի բան է հնչում, իհարկե նույնը տարածվում է նաեւ արևմտյան որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի հետ կապված, ակնհայտ է, որ այս առումով, ինչպես ասում են, խավորությունը ինչպես դեռ տարիներ առաջ, հիմա էլ շարունակում է իր վրա վերցնել։ Ֆրանսիա չասենք, եկեք ասենք Մակրոնը, որտեղ մի քիչ դժվար է ասել, հիմա Մակրոնը իրականում տանում է Ֆրանսիայի ժողովրդի, այսպես ասած, իրականում իրենց ընտրացնել թե դրճիկ, ես ճիշտ ասած հաճախ եմ լինում Ֆրանսիայում եւ գուցե մի քիչ տարօրինակ չի, ես չեմ հանդիպել մի մարդու, որ ասի մենք ասենք իրեն երկրպագում ենք, ընտրում ենք ան։ Իդեպ դուք հիշում եք, որ նաեւ փոխնախագահը նորընտիր Ֆրանսիայի նորընտիր Միացյալ Նահանգների փոխնախագահ ես առաջին ելույթը դրա մասին էր խոսում, որ դեմոկրատիայի մասին է խոսում, տեսեք իրենց դեմոկրատիայի բաստիոն հռչակված եվրոպական առաջատար երկրներում ինչ է, ինչ տերոր է ընդհանրապես այլակարծության հետ կապված ինչ է կատարվում եւ ընդդիմության նկատմամբ ինչպիսի գործողություններ, այնպես որ այդ միայն մենք չէ որ նկատում ենք, դա շատերն են նկատում, թե ինչ բռնություններ եւ ճնշումներ, ձերբակալություններ, քրեական գործեր եւ այդ ամեն ինչը շատ սահուն կերպով նաեւ մենք տեսնում ոչ թե սահուն կերպով, շատ բիրտ ձևով, կոպիտ ձևով հիմա մեր իրականության մեջ է։ Եվ այսպես ինչու տեսեք, մենք շատ հաճախ էինք ասում, որ մեկ սրբազան ոտքի կանգնեց, եւ բավարար աջակցություն իրականում չուներ եկեղեցու կողմից եւ Մայր տաճարի կողմից, Վեհափառի կողմից, այո, միայն Բագրատ Սրբազան երբ որ հարցնում են, օրինանքը ես ոչ Միքայել առանց Վեհափառի օրհնության չեմ անում, բայց ըստ էության ինքը միայնակ սկսեց, մենակ տարավ այս process-ը, բայց ինչ որ մի պահից վստահաբար ազգային ուժերը միացան, բայց անշուշտ այս ամեն ինչը Բագրատ Սրբազանի առանցքի շուրջ էր։ Մենք դրա մասին շատ ենք խոսել, հետո որտեղ սխալվեց, այդ մարդը քաղաքական չէր, չգիտեր այլևս ինչ աներ եւ այլն, բայց ակնհայտ էր, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, պարոն Բոզոյան, որ եթե մեկ սրբազան այդպես ոտքի է կանգնում այդ փուլում, եթե 30 սրբազան ոտքի կանգնեին եւ հայ առաքելական եկեղեցին Մայր տաճար, Վեհափառի նաև ինքն էլ իր աջակցությամբ ոտքի կանգնին, իսկապես դա շատ մեծ հզոր թափ կլիներ։ Արդյոք սրա համար չէր, որ գնաց այսպիսի այդ գիտակցումը չունի Նիկոլը, որ այնուամենայնիվ եկեղեցին մնում է հայ առաքելական եկեղեցին մնում է
այն հզոր բան ուժը, որ կարողացավ մեկ անգամ առնվազն ցույց տվեց, մի սրբազան ցույց տվեց։ Իսկ ինչ կլիներ, եթե այդպես հապարը ոտքի կանգներ, մյուս սրբազանները եւ ընդհանրապես զանգերը ոչ թե այս պահին հնչեին, այլ շատ ավելի շուտ հնչեին։ Արդյոք դրա համար չէր, որ երկու սրբազանների որոշեց ինքը ձերբակալել եւ ակնհայտ է դառնում, որ վերջին սյունն է մնացել դիմադրության, ըստ էության, առնվազն գոնե այս փուլում եւ ուզում է դա կոտրել եւ ինքը հետեւողական այսօր էլ է նորից հայտարարել է վեհապարի հետ կապված, ինքը իհարկե ուրիշ կերպին վեհապարի հետ կապված ասել է, որ իր հետ կհեռացնենք, միևնույն է իրեն հեռացնելու ենք, այսինքն այս անձը չի հանգստանում, գնում է այդ ուղղությամբ։ Ինչու։ Տեսեք, այս ինչ որ դուք նկարագրեցիք, շատ էմոցիոնալ մի հատ դաշտ էր, Անժելա, որտեղ սա խառնված է իրար մեջ, մի քանի փորձենք տարանջատված ձևակերպել։ Նախ եւ առաջ այս process-ը եկեղեցու դեմ չէ։ Այս process-ը Հայաստանի պետականության դեմ է։ Եկեղեցին դա չէ, նույն բանը չէ։ Իսկ եթե ասենք լիներ դա միայն եկեղեցու դեմ ինչ որ խնդիր կամ բան, դա սա դրսի պատվեր է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ստեցան կախված է Էրդողանից, Ալիևից, որտեղ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ շանս չունի ընտրություններում հաղթելու, ինքը մուրում է իրենցից մի խաղաղության փաստաթուղթ, մինչև ընտրությունները, որպես այդ խաղաղության փաստաթղթով, ինչպես որ 21 թվականի մուրճը ձեռը ասում էր, որ ես նախկինների փողերը հետ եմ բերելու բաժանելու եմ ձեզ, հիմա քանի որ նախկին փողերին ոչ մեկ չի հավատում, որտեղ ինքը սաղ յուրացրել է այդ փողերը արդեն, ինքը հիմա հույս ունի, որ այդ թուղթը ձեռը մարդկանց տնետուն գնալով, յուղարգյուղ գնալով ասել է, որ ես ձեզ բերել եմ Էրդողանից ու Ալիևից խաղաղություն, սա է ձեր ապացույցը, դուք ինձ քվեարկեք հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Էս է խնդիրը։ Էրդողանն ու Ալիևը տեսնել է, որ այս մարդը մուրում է իրենցից, իրենց պատանդ է դարձել, իրանք անverջ պահանջներ են դնում, որպես այդ թուղթը իրեն տան։ Սա է խնդիրը։ Դրա համար էլ իրենք ասում են, պետք է կալանավորես, ընդհանրապես իրենք ասում են, պետք է կալանավորես բոլոր ազդեցիկ պետական գործիչներին։ Դա Սամվել Կարապետյանն է, դա նախկին երկրի ղեկավարներն են։ Այսինքն Սամվել Կարապետյանի ձերբակալությունն է Էրդողանի եւ Ալիևի։ Ինչու։ Սամվել Կարապետյանի, որտեղ ինքը ազդեցիկ գործիչ է, ինքը միլիարդատեր է։ Բայց միջև այդ Սամվել Կարապետյանը այնպես ինչ որ քայլեր բան չէր, մենք Մոսկվայում, տեսեք, կապ չունի, որովհետեւ նույն ուշադրություն դարձրեք, որ Սամվել Կարապետյանին կանոնավորեց հունիսի 17-ին, իսկ 21 թվականի հունիսի 18-ին, մեկ օր հետո, 21 թվականի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հայտարարությունով հանդես եկավ, որ ինքը հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանը։ Եթե Սամվել Կարապետյանը այդ օրը հրապարակ չգար եւ ասեր դուք գնում եք հայ առաքելական եկեղեցու դեմ, ես դեմ եմ դրան, իրանք էլի կանեին այդ։ Տեսեք, լավ հարց եք տալիս, ինքը պատերվակ էր ման գալիս Սամվել Կարապետյանին, որտեղ ինքը հունիսի 20-ին պետք է։ Այսինքն եթե բարձր փռշտարեր Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանին ձերբակալելի է։ Եթե դուք նկատեցիք երեկվա քննչական կոմիտեի նախագահի խոսքերի մեջ, իրենք արդեն պատրաստում են կարել Սամվել Կարապետյանի վրա մի գործողություն, որը իբր նա կատարել է արդեն մինչև այդ, այսինքն այդ հայտարարությունը կապ չունի։ Իրենք ասում են, որ ինքը Սամվել Կարապետյանը ներքաշված է ինչ որ մի դավադրության մեջ շուտ բանից։ Այդ բանը դու ասեմ, որ ինֆորմացիա մասով դուք պատկերացնեք։ Այսինքն ինքը հունիսի 20-ին պետք է հանդիպեր Էրդողանի հետ։ Էրդողանի հանդիպումից առաջ իրեն պետք էր որոշակի դրական բաներ, աչոկներ, որպեսզի Էրդողանի մոտ ինքը տնայի բանը լավ գնահատական ստանար, որպեսզի Էրդողանը լավ աչքով նայելով խնդրբանաներ ճնշեր Ալիևին, որ Ալիևը համաձայնվի իր ասացի մեջ։ Բայց հետաքրքիր հետ նայինը, որ այդ նույն օրը Ալիևը հայտարարեց, որ ինքը Հայաստանին համարում է որպես ռազմական հանցագործ։ Այսինքն Ալիևը ճիշտ հակառակ տրենդով է շարունակում, Հայաստանին համարում է ռազմական հանցագործ եւ այլն, այստեղից որևէ արձագանք գոյություն չունի, ոչ մի արձագանք։ Ինքը հարձակվում է Հայաստանի ներքին կառույցների վրա, որպեսզի աչոք հավաքի Ալիևի Էրդողան, այսպեսի մուրացկանական քաղաքականություն անարժանապատիվ կեցված, բայց դա գալիս է իր կարգավիճակից։ Ինքը ունի զրոյական կարգավիճակ Հայաստանում, իր հեղինակությունը 10% է ընդամենը Հայաստանում, չի ամոթալի է, որ 10%-ն իրեն դեռ դիտարկում են որպես լուրջ ղեկավար, բայց դա փաստ է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ շանս չունի ընտրություններում հաղթելու, ինքը փրփուրներից կախված վախից ելնելով, վախի սինդրոմից ելնելով փորձում է
միաժամանակ եւ Դուրգալ Ալիևին եւ Այսինքն դուք կարծում եք ինքը հայ առաքելական եկեղեցուց վտանգ չէր տեսնում, միայն Էրդողանն ու Ալիևն ասել են, որպեսզի քո հավատարմությանը մենք հավատանք, գնա սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցին ավիրի, սրբազաններին ձերբակալի, վեհապարին, չգիտեմ, դատի, մենք կհավատանք, որ դու մերն ես։ Առաքելական եկեղեցին ինքը ուղղակիորեն վտանգ չի ներկայացնում Փաշինյանին, բայց իր գոյությամբ, իր ինքնության պահպանությամբ լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հա։ Սա է խնդիրը։ Առաքելական Բայց Նիկոլի Աթոռին Նիկոլի Աթոռին վտանգ չի սպանում։ Էլի մի բարկան, էլի։ Անժելա, ուրեմն առաքելական եկեղեցին երբևիցե ընտրությունների ժամանակ չի մասնակցել, վեհապարը ընտրությունների տեխնացու չէ, վեհապարը երբևիցե ոչ մի պարագայում ընտրությունների մասնակցելու հայք չի ներկայացրել, ինքը քաղաքական կոնկուրենտ չէ։ Երբ որ մենք սա խառնում ենք իրար հետ, միանգամից մի հատ այնց խառնաշիլա շփոթ ենք սարքում, մարդիկ չեն հասկանում թե ինչի մասն է խոսքը։ Մարդկանց թվում է թե սա անձնական կռիվ է վեհապարի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այդ մտածողությունն է, այս դաշտը Այսինքն միայն Էրդողանի եւ Ալիևի հրահանգ։ Բայց եթե ինքը այս պահին գնացել է սրբազաններին ձերբակալել է, հարձակվել է, չկա այսպիսի բան պատմության մեջ հայ առաքելական սրբազաններին ձերբակալում է։ Եվ դրա զուգահեռ Ալիևը այսպիսի այլանդակ հայտարարություն է անում։ Դա եմ ասում ես, սրբազաններին ձերբակալում է որպես հանգրվան վեհապարին ձերբակալելու համար։ Այսինքն ինքը սրբազանին ձերբակալում է, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի վեհապարը հրաժարական տա, որպեսզի իր մարդուն նշանակի, սա է խնդիրը։ Այսինքն սրբազանները իր համար դարձել են միջոց վեհապարին ձերբակալելու քայլ անելու համար։ Սա է գլխավոր հարցը։ Շատ լավ, մեկ հարց։ Հիմա Էրդողանը դուք ասում եք Էրդողանն եւ Ալիևն են այս խնդիրը դրել իր առջեւ, որ պիտի հեռացնես վեհապարին։ Իրենց կռիվը հայ առաքելական եկեղեցու դեմ է, թե կոնկրետ վեհապարի դեմ է։ Դու ասում ես կհանի մեկ ուրիշին կդնի։ Գիտեք, ես մի բան ասեմ ձեզ, պարզավորյալ չեն ասելու, որ պիտի եկեղեցին վերացնես, իսլամական կարգեր հաստատես։ Իրանք ասում են եկեղեցուն որ վերացնում ես, եկեղեցուն որ նշանակես վեհապարին, նշանակես քո կցորդին, քո կցորդը արդեն կհայտարի նենց բաներ, որ մեզ դա արդեն ըստ էության կգնա արդեն process Հայաստանի փաստացի եկեղեցու կազմակերպման գործընթաց։ Ինչպես որ ինքը կազմակերպեց բանակը, կազմակերպեց պետական կառույցները։ Այսինքն իրականում վեհապարին հարվածելով ինքը վերջնական կազմակերպում է։ 21-րդ դարում ենք ապրում, 21-րդ դարում հիբրիդային պատերազմի մեջ ոչ մեկ չի ասում որ դու եկեղեցին պետք է վերացնես։ Ինքը ասում է եկեղեցին վերացնես, ինչպես որ չեն ասում Հայաստան պետք է վերացնես։ Հայաստանը նշանակում է մի հատ մարդու, այդ մարդը սկսում է կազմակերպել պետականությունը։ Այսինքն 21-րդ դարում ոչ մեկ չի ասում որ մենք պետք է գանք Ռուսաստանը վերացնենք։ Ռուսաստանից տակից են քանդում, ոչ մեկ չի ասում որ Ֆրանսիան պետք է վերացնենք կամ տակից է քննում process-ը։ Հիմա նույնը Հայաստանում տակից հիբրիդային Շատ լավ, դիմադրություն, այդ հարցը տվեցի ու բան։ Ալիևը տեսնում է այս ամենին, չէ՞, նորից հարվածում, անընդհատ հարվածում ու անընդհատ ստորացնում Նիկոլին, չէ՞, չի հայտարարություն վերանում, որտեվ ինքը ինչ պիտի թեքվի իր ընտրողներին ասի, ընտրողները ասի ամեն ինչ տալիս է, տեսնում են, չէ՞, մարդը պատրաստ է սրբազանների դեմ։ Հիմա մի հատ խոսեք այս գործ կարելու։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը դրամայել բանը այդ Կալասին, Մակրոնին, բանը բողոքում ասում հարգելի Մակրոններ, հարգելի ինձ աջակցեք, որտեվ Ալիևը շատ բան է ինձ ուզում, ինձ էս արդեն բացայ արդեն թուրքական խաղաթուղթ եմ բացել, բայց էլի շատ են ուզում, ինձ խնդրում եմ ինձ նենց արեք, որ ես վերջնականապես խայտարակ չնեմ։ Նրանք էլ ասում են մենք չունենք ազդեցություն Ալիևի վրա։ Կարանք փորձենք Էրդողանի հետ խոսենք, բամբասենք, փսփսանք, բան անենք, բայց էս է իրավիճակը, այսինքն ինքը նվաստացման աստիճանը պատկերացրա, ինքը այնքան է նվաստացած, որ ինքը խնդրում է Մակրոններին, Կայա Կալասներին, Էրդողանին ինչի բան։ Էրդողանին էլ է խնդրում, ինքը բոլորի ոտերը ընկած խնդրում է որ մի բան արեք Ալիևը թուղթը մեզ ինչ շնորհի, որտեղ առանց թղթի ես որևէ շանս չունեմ վերարտադրվելու։ Բայց նույնիսկ